Ողջույն սիրելիներ, այսօր խոսենք մանուշակների փայլի մասին, քանի որ հենց այսօր չխոսել հենց այս թեմայի մասին, կարծում եմ հնարավոր չէ, հաշվի առնելով այսքան շատ հարցերը, որ ուղղվեցին ինձ, այսօր առավոտյան 2 post էի տեղադրել փայլող եւ ժպտացող մանուշակների մասին, ծաղկած մանուշակներ էին փայլուն տերևներով եւ մայր տերև ճուտիկներով նորից փայլող։ Ինձ հարցնում էին, ինչ եք անում, որ այսպես փայլում են մանուշակները, որն է գաղտնիքը։ Տեսեք, չկա գաղտնիք բացարձակապես, որևէ գաղտնիք չկա մանուշակների աճեցման գործում։ Միգուցե գաղտնիքը սերն է, այսպես ասենք, բայց խոսենք ամենայն դեպս փայլի մասին։ Տեսեք, նախ եւ առաջ սիրելիներ, մանուշակների փայլը ոչ այնքան մանուշակների մաքրության, տերևների մաքրման մասին է խոսում, թեև այդ մասին նույնպես կարելի է մտածել, բայց առաջին հերթին առողջության մասին է խոսում մանուշակների փայլը։ Եթե մանուշակը առողջ է, ճիշտ աճեցված, փայլուն է լինում։ Նաև կարելի է երբեմն մաքրել տերևները, ես անում եմ այս գործիքի միջոցով, այսպես ասած, վրձինի միջոցով, երբեմն, երբ որ ժամանակ եմ ունենում, այսպես մի թեթև անում եմ, բայց հավատացեք, եթե ձեր մանուշակը սխալ է աճեցված, թույլ է, հիվանդ է, վատ է աճում, որևէ վրձին կամ լվացման մեթոդ չի օգնի իրեն, հետևաբար պետք է ուշադրությունը սևեռենք մանուշակների խնամքի, ճիշտ խնամքի վրա, ովքեր հետաքրքրվում են, ովքեր փորձում են, ովքեր չեն ալարում եւ չեն հիասթափվում, միշտ եւ միշտ հասնում են արդյունքի, սիրելիներ։